Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Հայաստանում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությունը։ Նրան մեղադրանք է ներկայացվել որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին։ Որոնողական աշխատանքների արդյունքում Մայր Հայաստան հուշարձանի մոտ հայտնաբերվել է նրա դիմը։ Հունվարի 13-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին Ջերմուկ քաղաքի Ձախապնյա թաղամասում գործող հացի արտադրամասի դիմաց անհիմն վիճաբանություն է ծագել Վայոց ձորի մարզի բնակիչներ 42-ամյա Պավելի, 17-ամյա ԱՀ-ի եւ 17-ամյա ԴԱ-ի միջև, որի ընթացքում վերջինները հարվածներ են հասցրել Պավելին։ Ըստ տեղեկության այդ ամենից հետո Պավելը վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը ու վազել դեպի ԱՀ-ի եւ ԴԱ-ի հետևից։ Նույն արտադրամասի աշխատակցուհի Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հերիկնազն էլ փորձել է Պավելի ձեռքից վերցնել նշված դանակը, սակայն արդյունքում վնասել է իր ձախ ձեռքի դաստակը։ Հունվարի 13-ին ոստիկանության գվարդիայի ծառայողները Երևանի Ազատության պողոտայում գործող Viva Armenia բջջային օպերատորի սպասարկման սրահից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Սաշային։ Վերջինս եղել է ոչ սթափ վիճակում, հնչեցրել հասարակական վայրում հայհոյանքներ։ Տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծողիներ է ձեռք բերում եւ վաճառում։ Պարզվել է, որ նա կեղծողիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա ու 48-ամյա երկու բնակիչներից։ Նաեւ պարզվել է, որ Խարբերդցի հայր եւ որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի առաջին նրբանցքի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում եւ իրացում։ 43-ամյա աշտարակցին ձերբակալվել է։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակիչը թմրային թեփահում եւ օգտագործում 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ընդհանուր 6.32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հունվարի 16-ին Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արմենն իր վարած Nissan Magnus-ի ավտոմեքենայով Սիսիանում վրայերթի է ենթարկել հետիոտն Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա աղջկան, որը թեփախուստի չի դիմել, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Հունվարի 17-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար գազելն ու գազ 69 Magnus-ի ավտոմեքենաները։ Գազ 69-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ գազելը, որը սպասարկում է Արթիկ ապարան Երևան թիվ 355 երթուղին, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 18-ին Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին Լադա Magnus-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, վարորդը եւ ուղը, որը տեղափոխվել են հիվանդանոց։ Հունվարի 17-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Opel եւ VAZ-2106 Magnus-ի ավտոմեքենաները, Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 18-ին Արտենի Արագածավան ավտոճանապարհին բախվել են Volkswagen Passat եւ Opel Zafira Magnus-ի ավտոմեքենաները, 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան երեխա տեղափոխվել են հիվանդանոց։ Հունվարի 17-ին Երևանի Տիգրան մեծ պողոտայում բախվել են Toyota Land Cruiser Prado, BMW, Kia, Ford եւ Gazelle Magnus-ի ավտոմեքենաները, BMW-ն եւ Toyota Land Cruiser-ը եղել են կայանված, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 16-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Nissan Fugo եւ Ford Magnus-ի ավտոմեքենաները, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։ Հրաժեշտ փրկարարները մեկուսացրել ապամարել են կրակը, վուլկանիզացիոն կետում այրվել են ավադողերի սարքավորումներ ու փայտե կառուցատարեր։ Հունվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի անմար կրակ հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ եւ 6-րդ հարկերից ծուխ է դուրս գալիս։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 23-ի փողոցի առաջին նրբանցքում գտնվող շենքերից մեկում։ Տարհանվել է 30 քաղաքացի, հրաժեշտ փրկարարները մեկուսացրել ու մարել են կրակը, այրվել են շենքի միջանցքների կախովի պլաստմասե առաստաղները, պլաստմասե դռները, ավտոկայանատեղիում գտնվող օդափոխման համակարգն ու էլեկտրամալուխները։